Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Հավիտենական մխիթարություն Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:15 Մխիթարություն Այս խոսքի մեջ երաժշտություն կա Դավթի տավղի պես այն հեռու է վանում տխրության չար ոգին Բարնաբասի համար մեծ պատիվ էր մխիթարության որդի Գործք 4:36 կոչվելը Ավելին նա ով ավելի մեծ է քան Բարնաբասը մեր Տեր Հիսուսը Իսրայելի մխիթարություն անվանվեց Ղուկաս 2:25 Հավիտենական մխիթարություն Սա ամեն բանի գագաթնակետն է քանզի այն քրիստոնյայի փառքն ու պսակն է Իսկ ինչ է այս հավիտենական մխիթարությունը Այն իր մեջ ներառում է մեղքերի թողության զգացումը Քրիստոնյան իր սրտի մեջ հոգու վկայությունն է ստանում, որ իր հանցանքները մեգի պես ջնջվել են, իր մեղքերը ամպի պես, Եսայի 44:22 Եվ եթե մեղքը ներված է, միթե դա հավիտենական մխիթարություն չէ, այնուհետև Տերն իր ժողովրդին Քրիստոսի մեջ ընդունված լինելու մշտական զգացում է տալիս Քրիստոնյան գիտի, որ Աստված իրեն նայում է ու տեսնում է Քրիստոսի հետ մեկության մեջ Հարուցյալ Տիրոջ հետ մեկությունը հիրավի հարատև և ըստ էության հավիտենական մխիթարություն է Թող հիվանդությունը հարվածի մեզ Միթե մենք չենք տեսել հարյուրավոր հավատացյալների, որոնք նույնքան ուրախ ու երջանիկ են եղել հիվանդության ու տկարության մեջ, որքան կլինեին, եթե առողջ ու առույգ լինեին։ Թող մահվան նետը մխրճվի մեր սրտի մեջ, միևնույն է, մեր մխիթարությունը չի մեռնի, քանզի Միթե մեր ականջները հաճախակի չեն լսել, թե ինչպես են սրբերը ցնծությամբ երգել, երբ մահվան պահին Աստծո կենարար սերը տարածվել է նրանց սրտերում։ Այո, այն սիրելով ընդունված լինելը իսկապես որ հավիտենական մխիթարություն է, ավելին Քրիստոնյան ապահովության համոզմունք ունի Աստված խոստացել է փրկել նրանց, ովքեր վստահում են Քրիստոսին Քրիստոնյան անշուշտ վստահում է Քրիստոսին Ուստի հավատում է, որ Աստված հավատարիմ իր խոսքին կփրկի իրեն Նա զգում է, որ ապահով է շնորհիվ այն բանի, որ կապված է Հիսուսի անձի և գործի հետ